Սառն այսօր սրճարանները դատարկ են, առայժմ դատարկ են։ Այս սիրում գենտում տրամվայների ձայնը, այս կոլորիտը, քաղաքի տարբեր տեղերում դրել են այս արձանիկները, այս մարդուկներին, բայց առայժմ չգիտեմ ինչա խորհրդանշում, պետք է նայեմ, հələ կարդամ, ինչի համար է, կայարանում էլ կար, մի քանի տեղերում տեսել եմ արդեն։ Բարլուս շատ սիրելի բարեկամներ, հուսով եմ բոլորդ լավ եք։ Իմ ողջույններն էլ ձեզ, վաղուց չենք հանդիպել, ցանկանում եմ բոլորիդ այսօր լավ օր։ Ապրեսաշուտ ջան, մենք էլի ամուսիններով դուրս ենք եկել, ես տանն եմ, իրար հետ ենք գնում խանութ, մեկ Աշոտին ասեցի գնա դու, կանաչի բաներ պետք, ես զբաղված էի, ճաշպան էի սարքում, հետո տեսա մի քիչ ավելի շատ բան է պետք, ասեցի սպասի հետը գնամ, որտեվ կարող է այնտեղ ինքը չիմանա, կարող բան էի ուզում առնեի, ավելի լավ է ես գնամ, որ ճիշտ առնեմ, անցյալ անգամ ուզել էի բերել էր, բայց կանաչ գույներ բերել, ես դեղինն էի ուզել, դրա համար ուզում եմ գնամ, որ գտնեմ առնեմ, կարող է ինքը չգտնի։ Աշնանային հավես օրա ժողովուրդ ջան, արև չկա, մի պա դուրս եկավ մի փոքր, բայց հիմի հետ էլ չկա։ Հետո էլ ես գնաց, փախա։ Հետո էլի գնաց, բայց դե վերջը Աշուն է, էլի քանի աստիճան է։ 14.5 աստիճան։ հա։ Ամառը լավ, ամառ արեց, լավ շոքեր արեցին, այս տարի դժգոհելու բան չկա, շատ լավ էր, անցավ, գնաց, հիմա էլ այս շատ սիրուն սեզոնը, տարվա եղանակը, որ իրոք ինքան շատ եմ սիրում։ Այսօր երևի այգի էլ գնանք, հա Աշոտ։ Հարմարացին եք։ Հա, տեսենք ժամանակն էս, որ հերիքի գնանք զբոսնելու։ Եթե Աշոտն էլ չգա, ես հաստատ կգնամ մի քիչ քայլելու։ Հիմա այս որ նկարում եմ նախորդ վլոգի տակ ձեր մեկնաբանությունները դեռ չեմ կարդացել, չեմ հասցրել։ Իրիկունը վիդեոն տեղադրեցի ու քնեցի ու դեռ միշտ այդպես է, վիդեոն տեղադրում եմ, հաջորդ օրն եմ կարդում առավոտ, բայց այսօր չեմ էլ հասցրել կարդամ, պետքա կարդամ լտեսնեմ, մի անգամից եթե հարցեր բաներ լինեն կպատասխանեմ իմ շատ սիրելի բարեկամներ։ Ուշպատ օրա, աշխատանքային օրա, փողոցներում այդ տան մարդիկ չկան, ոնց որ ոչ աշխատանքային օրերնի, շաբաթ կամ կիրակի, սա եկանք կենտրոնը։ Այս որ գալիս հասնում ենք այս տեղը, բանա, այս անցումը մարդկանց համար ու հետիոտների համար ու հետնել հեծանիվների համար կարմիր գծած բանա, ներկածա գետինը, որ զգուշանանք, այդտեղ պետք է մի հատ անպայման կանգնել, ստոպ անել, հետո նոր գնալ։ Ես կարծեմ կային է, չէ՞։ Աշոտը նախկինում, չի կային։ Աշոտը նախկինում, ժողովուրդ ջան, գնա Աշոտ։ Գալիս է։ Աշոտը նախկինում գալիս էր այդտեղ չէր կանգնում, որպես փորձառու վարորդ ինքը չէր կանգնում, երբ որ ես արդեն պարապում էի վարտական վկայական ստանալու համար, դե արդեն պետք է օրենքներով ես վարեի մեքենա, որ կարողանամ քննությունը անցնեմ, գալիս էի այդ նույն տեղը անպայման ես կանգնում էի։ Հիմա արդեն դրանց հետո Աշոտն էլ է գալիս միշտ կանգնում է, դե որ հիմա էլ ես արդեն ստացել եմ վարտական իրավունքը, հենց հասնում ենք այդտեղ Աշոտը պետք է կանգնի, ասեմ, դու գնա մի կանգնի, որ չուշանանք, գործի պետք է գնամ, էլի Աշոտ ուղղ ենք գնում։ Այ ուղղ ենք գնում։ Դրա համար արդեն տեսնում եք այդ մի փոքր թղթի կտորը ոնց է էլի բանանում ինքնավստահություն տալիս էլի արդեն ես էլ եմ օրենքներ խախտում։ Եկել ենք միրգ ու բանջարեղեն առնելու, կանաչի միրգ բանջարեղեն նայենք։ Դուրս եկանք տանից, պետքա գնանք մի հատ ուրիշ խանութի հասցեին տվել, պետքա գնանք այդ խանութը, էլի մեխանիկորեն եկանք այս հին խանութը։ Ոչինչ, այսօր էլ այստեղից կառնենք, ուրիշ անգամ նոր կգնանք այն մյուս խանութը կարծեմ մի օր երևի երկուշաբթի օրերն է փակ, չգիտեմ, բայց մոռացել էինք, որ պետքա գնանք այն մի խանութը։ Հիմա մտնենք, արագ մեր առևտուրն անենք, որ կես ժամվա մեջ տեղավորվենք։ Մի հատ տոպրակ վերիզալ շուտ։ Մի հատ տոպրակ տանենք, այդ մնացածը կբերենք
իրանց տոպրակներով կբերենք, ցելոֆան տոպրակներով ծանր ալինում վերցնում ենք մի հատ մեծ պայուսակի մեջ լցնում ենք ծանր ալինում Աշոտին եմ սպասում գա ու անցնենք փողոցը մի հատ պայուսակ վերցրեց մնաց հասնել բերենք իրանց տոպրակներով ստե մի անգամից մեքենայի մեջ կդնենք գնացինք Բարումից էլ վերցնենք Նեսից կվերցնենք Նայ խաղող Խաղող է վեկը Հա Տեսակը եվին է Որը գուզես, ինձ մար մեկ է չգիտեմ Արագությունը դապրեսի Նույնս ճանապարհներով տանում է գարի Վերջացրինք առևտուրը տուն եկանք նայում եմ այս ծառերն էս լավ սարքել են նշան էին դրել որ չի կարելի մեքենա կանգնացնել էս մեր տան դիմացի ծառերը հիմա ձեզ ցույց կտամ Աշոտը պարկինգ է անում դրա համար սենց աղմուկ է անում մի րոպե ծառերը ցույց տամ Էսա նայեք ինչքան սիրուն են սարքել խուզել են էլի ծառերը էս կողքի փողոցներն էլ էին անում երեք տեսան կողքի փողոցներ Մերն էլ են այսօր արել, այստեղ նշան էին դրել, որ չի կարելի ամսի 29-ին այստեղ կանգնել, բայց փաստորեն իրանց ասած ժամկետից շուտ եկել սարքել են, շատ սիրուն է եղել։ Քաղաքապետարանի մեքենաներն են, այս կողքի փողոցներով հերթոման են գալիս ու այսպես ծառերը թարմացում կտրում են։ Աշոտը իջնի առևտուրը, դուրը բացի առևտուրը իջացնենք։ Այս ինչքան իրանց տոպրակներից բերեցինք Հետնես պայսակ էս այլի ունենք, բայց մի հատ էինք իջացրել խանութի մեջ Մի հատ փոսնել չես փակել, չէ, փոսնել նայեմ Շուտնալ բան այս էլ գիտեի նամակը Խանութների գովազներն են, ոնց ստանում ենք, տենսիբիլն ենք գցում Անտեղի թուղթ են փչացնում, ծառ են փչացնում Այստե պետքա կպցնեմ նոր ռեկլամ կամ տես մի բան չգիտեմ Են էլ չեմ անում Ժողովուրդ առևտուրը դատարկեմ, հետո նոր լվացքը պետք է հավաքեմ, նոր լվացք փռեմ, այսօր սպիտակ եղելն եմ լվացրել, ուզում եմ վերմակները արդեն հաստացնեմ, մինչև հիմա մի հատով, մի վերմակով ենք քնում, հիմա ուզում եմ 2 վերմակ սարքեմ, արդեն ցուրտ է, երիկունները գիշերները մինչև 7-8 աստիճան, 9 աստիճան է լինում, լավ ցուրտ է, հատկապես առավոտվա կողմ Ուրեմն բերեմ տոպրակներս Մի անգամից դատարկենք Ոնց որ վերջի դեղցերն էին արդեն Այս խոշոր սիրուն դեղցերը Էլի ճոկեցի, սրանից ինչքան գնացինք առանք, միշտ ցույց եմ տվել,
Շատ լավ դեղցա, բայց հոտ չունի, ասես մի հատ ջուր խմեմ ժողովուրդ չեմ, շիշս օգտագործում եմ արդեն տան մեջ, այնտեղ մի հատ բան ընկավ, ուրեմն սուրը դեղց վերցրի, կիլոն 3.59 էր, այն տափակ դեղցի, տափակ, հա, էլի տափակ տեսակի դեղցերից էլ կային, բայց շատ վատն էին ու 2.59-ը, այդ միրգ բանջարեղենի խանութի տերերը ինչքան բաներ թափում են, ինչքան ապչանում, ինչքան են տուժվում ընդհանրապես, երևի կամերան իջացնեմ, ձեզ այսպես ցույց տամ, որ երևա հետնել ինչ եմ առել, ուրեմն այս դեղցից եգիպտացորեն ենք վերցրել, կամ ոնց որ սիրում ենք ասել կուկուռուզ, այսը, պատրաշեին դա, սեզոննա դե հիմա քահում են, ակցիա էր, 3 հատ իրար հետ 2 եվրո, այստեղ մանր վարումներից եմ վերցրել, մի քիչ էլ կամերան իջացնեմ, մանր վարունգներից եմ վերցրել, այնքան ունեին փչացած, դրել էին մի եվրո, դրել էին, թե ով պետք է առներ այդ փչացած վարունգները, այս խոշոր խաղից վերցրինք, այստեղ կանաչիներն են, դե կանաչի առնելու ենք հենց գնացել, մի անգամից կլվանամ, չորացնեմ ու տեղավորեմ, գտնեմ, համեմ, սիրուն փնջեր եմ, անուշոտ ունի ու մաղադանում, կասայի մոտ էտ աղջիկա, տեսա որ հաշվել էր, ասեցի կարող ճիշտ հաշված չլինի, ասի կանաչին 2 հատ համեր, մի հատ մաղադանուս, չէ, նայեց, ասում հա ես մի հատ եմ համեմ գրել, մի հատ եմ համեմ նշել, հաշվել, ասի չէ 2 հատ եմ վերցրել, Ես այսպես, սիսերներից էլի վերցրի, հենց այսօր սրանով սոուս եմ պատրաստել, այնպես որ օգտագործվում է էլի պատրաստել, կոտլետներն էլ էի այս սիսերով պատրաստել, պատրաստի խաշած է արդեն, մի հատ տաքացվում է ու վերջ, ես էլ այսպես, լոդիկ եմ վերցրել, Սրա կիլոն, այնտեղ ջոկում էր մի տղա, գներով առանձնացնում էր, սրա կիլոն 1.79 արժեր, այն մի տեսակը ցույց տվեց, ասում այսի 1.29 արժի, բայց ես նրանից լավն էր, ասի չէ, կվերցնեմ ես։ Անցյալ անգամա լոխումից եմ վերցրել, շատ համով էր։ 3.50 արժի 400 գրամը։ Գները գիտեմ, որ հետաքրքիր է, ասում եմ էլի։ Այս արևած աղջի սերը մեր աշոտը վերցրեց, մեկ զբաղվում է, որ չի ծխվում։ Այս գարուկներից էի ուզում, այսա, տեղին տեսակը վերցրի, ոսկն վերցրել, հատիկ լոբին էլ կարմիրը, ենքան թանկ է իրենց, որ չեմ վերցրել, սևն եմ վերցրել ես անգամ, ուրիշ խանութից կարնեմ։ Կիլոն 4 եվրո էր, են դեպքում, որ ուրիշ խանութից մի հատ այդ քուրտ տղակ է, իր մոտից որ առնում, կիլոն 2.80 արժի։ Մի հատ էլ այս պանիրից վերցրինք, 55% յուղայնությամբ, հիմա ասեմ, 55% յուղայնությամբ, 800 գրամա մաքուր պանիրը մեջը, արժեր 8 եվրո, 800 գրամը 8 եվրո արժի։ Այս էր այսօրվա այդ խանութի առևտուրը, ինչի համար վճարել ենք, իրոք նայեմ ասեմ իչքան, 51 եվրո 40 ցենտ։ Սիսերով սոուսը, որ ասեցի, մի քիչ ջրով եռացրել եմ, ավելացրել եմ համեմունքներ, ըստ ճաշակի կարելի ավելացնել, ես համ սև աղացած պղպեղ եմ լցրել, համ կարմիր աղացած պղպեղ քրքում եմ ավելացրել, օրեգանո, ինչ չորացրած սամիտ եմ լցրել, աղա ասեցի, թե չասեցի, ու բանով, այդ պյուրե որ սարքում եմ, դրանով մանրել եմ ու ավելացրել եմ սերուցք, քիչ յուղայնությամբ սերուցք, այսպես
Շատ համով սոուս է ստացվել։ Հա, ու սխտոր մի փոքր էլ գազար եմ քերել, դրանք մոռացա ասեմ։ Դրա այս սոուսը կարտոֆիլի պյուրեի հետ, կարտոֆիլն էլ չեմ կլպել, առանց կլպելու, այսինքն մի երկու հատ որը որ կարիք կար մի քիչ կողքերից կլեպներից հանելու, հանել եմ, ընդհանուր առմամբ չեմ կլպել, կարակով եռացրած ջրով եմ տապակել ու աղացած սև պղպեղ եմ լցրել ու աղ։ Ու հետնել դե բնականաբար աղցան եմ պատրաստել, մարոլ է այստեղ, ընդամենը մարոլ ավոկադո, սերմեր մոռացել եմ լցնեմ, քունջուտ կարելի էր ավելացնել, բայց մոռացել չեմ լցրել, կիտրոնի հյութ եմ լցրել, քացախ, աղ սև պղպեղ, այս է իմ արագ աղցանը։ Սմբուկով համեղ աղցան եմ պատրաստել, բաղադրատոմսը տեսել եմ, TikTok-ում կարծեմ տեսա։ Սմբուկը լավ լվանալուց հետո այսպես կտրում եմ, աղ եմ անում, մի փոքր թողնում եմ, որ մեջի խոնավություն ջուրը դուրս գա, այդ ընթացքում քերիչով անցկացնում եմ գազարը, պղպեղներից վերցրել եմ կես հատ կարմիր, կես հատ դեղին, կես հատ գլուխ սոխն եմ կտրում, բարակ, հետո այսպես կառանձնացնեմ իրարից, որ ավելի լավ լինի աղցանի մեջ, խառնում եմ բոլորը իրար, ավելացնում եմ համեմ ու մաղադանոց, քերիչով անցկացնում եմ նաև 2 պճեղ սխտոր, 2 հատ փոքր լոլիկ եմ կտրատում, այդ ընթացքում արդեն մի փոքր ջուր է դուրս տվել, էլի լավ քամում եմ սմբուկը ու պետքա տապակեմ։ Ձիթապտղի ձեթը լավ տաքացնելուց հետո տապակում եմ սմբուկը դրա մեջ ու ավելացնում եմ արդեն մնացած բանջարեղենի վրա, ավելացնում եմ հիմալայան աղ, սև պղպեղ, մի փոքր սոյայի սոուս ու այն տապակած ձեթն եմ ավելացնում, որ արդեն սառել է, շատ համով աղցան է ստացվում, փորձեք ու կհամոզվեք։ Ներքևի գործերը վերջացրի, վերև եմ բարձրացել, այստեղ սենյակը լրիվ քաոս եմ սարքել, ձմեռային շորերը իջացրել եմ, խառնել եմ, թափել եմ, Աշոտին մի հատ ժիլետ էր ուզում, պետքա հենց այդ գտնեի տայ ու լրիվ խառնեցի, քանդեցի, դատարկել եմ, որ պետքա հիմա այդ ձմեռայինները, տաք շորերը դասավորեմ, ամառայինները կդնեմ արդեն պահարանի վերևը ու ահագին գործ ունեմ անելու, սուրճ խմել եմ, 2 հատ արդեն խմել եմ, սիրով մի հատ էլ կուզեի, բայց չեմ խմի, կամ մտածում կարելի առանց կոֆեինի մի հատ խմել։ Այդպես իմ սիրելի բարեկամներ, երևի հիմա մինչև հրաժեշտ տալը ասեմ, որ ձեր ակտիվությունից է կախված, թե ես կշարունակեմ նկարել, թե չէ, որովհետև ինչքան պասիվ եք լինում, մտածում եմ, որ հետաքրքիր չի ու մտածում եմ իմաստ չունի նկարելը, եթե իրոք հետաքրքիր է, մի քիչ ակտիվ եղեք, համ հավանեք տեսանյութը, համ որևէ մեկնաբանություն թողեք, որ իմանամ արժի անելը, շարունակեմ։ Իրոք մոտիվացիաս կորում է, մտածում եմ անիմաստ ժամանակ եմ կորցնում, եթե հետաքրքիր չի, երևի պետք չի էլ նկարել, մերոնք էլ ոչինչ, ինձ կհասկանան, որ չնկարեմ աղջիկներս ու քուրիկս, այնպես որ շատ կարևոր է իմ համար այդ։ Այդպես սիրելիներս, հիմա ձեզ հրաժեշտ տամ, ես արդեն ասեմ սենյակը հավաքելուն, ամառ ձմեռ հավաքածուն արդեն անեմ, ամառը հավաքեմ, ձմեռը դնեմ ու ասեմ իմ մնացած գործերին, լավ մնացեք ձեզ, բարի շաբաթվա վերջ եմ մաղթում, այս շաբաթվա վերջը ես էլ եմ ամբողջությամբ ազատ, պետքա վայելեմ, բայց հեսա կտեսնեք ժամանակը ոնց կթռնի ու աչքս չեմ հասցնի թարթեմ, արդեն կհասնի էլի հերթական աշխատանքային օրը, այդպես է, չէ, եղանակն էլ գիտեք ինչ զգացողություն այն մոտ առաջացնում, ինչ հիշողություն առաջացնում, ինձ թվում է հեսա ձյուն է գալու, իհարկե դեստեղ ձյուն չի գալիս, բայց հիմա այդպիսի սիրուն եղանակ է, էլի են, որ սպասում եմ, որ հեսա պետքա ձյուն գա, ուրախանամ, բայց չի գա հաստատ ձյուն, որ գա առնվազն մի քիչ անձրև կգա։ Այդպես սիրելիներս, լավ մնացեք, սիրում եմ ձեզ, հաջողություն։